Թաղից թաղ, գյուղից գյուղ, շրջանից շրջան անցնելով բանահավաքներն ու բանագետները գրանցում, վերլուծում եւ ուսումնասիրում են մեր ժողովրդի բանահյուսական մշակույթը։ Բարդ եւ պատասխանատու աշխատանք, որ արդեն երկար տարիներ պատվով կատարում է բանասիրական գիտությունների դոկտոր Թամար Հայրապետյանը։ Ես ավարտել եմ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը եւ ավարտելուց հետո, երբ գիտական աշխատանքով պիտի զբաղվեի եւ պետք է ընտրեի տեխնոլոգիական թեմա, այնպես ստացվեց, որ գրականագիտությունից թեմա ընտրելիս ինձ բաժին հասավ Կոստանդին Մելիք-Շահնազարյանը եւ այդպես էլ կարծես իմ ապագա այսպես ճանապարհը ուղղորդվեց դեպի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտ։ Բանագետը ոչ միայն գիտարշավների, այլև անհատական գործուղումների միջոցով է կատարում իր ուսումնասիրությունները։ Մեր աշխատողները Հայաստանի տարբեր շրջաններում եւ մարզերում հավաքում են բանահյուսական նյութեր։ Ես հիմնականում աշխատում եմ Արցախում եւ Սյունիքում։ Դաշտային աշխատանքը դա անմիջական շփումն է պատմողի հետ, ասացողի հետ, ասացողից առավելագույնս քար հանելն է, ստանալն է, հետո դրանք վերլուծելը, վերծանելը, դասակարգելը, դա մի աշխատանք է, որը որ այդ պարզ չի երևում ունկնդրին, բայց դա իսկապես շատ մեծ աշխատանք է։ Բանահավաքի աշխատանքի կարևորությունը կայանում է նրանում, որ ինքը պիտի կարողանա դուրս գալ դաշտ, հաղթահարի բոլոր դժվարությունները, շատ հոգեբանական արգելքներ, հաճախ դժվար է լինում խոսեցնել բանասացին, պետք է կարողանալ այդ դաշտին տիրապետել։ Մանավանդ եթե բանասացը այնպիսի անձնավորություն է, որ օրինակ պատերազմական իրավիճակների մասին ականատես վկայություններ պետք է պատմի իր անցածը այդ դժոխքի միջով։ Թամար Հայրապետյանը շարունակեց աշխատել նաև Արցախյան պատերազմի տարիներին։ Իրեն վերստին առիթ ունեցա տեսնելու պատերազմական շրջանում Ստեփանակերտում, երբ Շուշիից գնդակոծություններից, հրետակոծությունից ավերվող քաղաքում ինքը աշխատում էր այնտեղ նոր բացված հրատարակչությունում եւ ասում էր մեծ ոգևորությամբ, որ բանահյուսական տարբեր նյութեր է պատրաստում հրատարակության, դա ինչ որտեղ զարմանալի ու տարօրինակ էր, չէ՞, այդ դաժան մահվան իրականության մեջ հեքիաթ, բանահյուսություն թվում էր մի ձևի, ինչպես ասում են, աբսուրդի ժանրից, բայց ինքը մի խոր միտք ուներ, ասում էր, որ բանահյուսությունը դա ժողովրդի կենսունակության հավաստումն է, եւ եթե մենք հիմա բանահյուսական ստեղծագործություններ ենք տպագրում, դա նշանակում է, որ այս մահվան կրակի ու ավերի մեջ մենք վերստին չենք կորցնում մեր ժողովրդի կենսունակության այդ հույսը, որ հաղթանակը մերն է լինելու։ Ապահովություն չկար ոչ միայն տանը, այլև դրսում, փողոցում։ Երբ չգիտեիր, թե քաղաքի որ մասում քեզ կարող էր հարվածել հրետանային արկի բեկորը, իսկ երբ երկնքում պտտվում էր Սու-25-ը, մարդիկ նույնիսկ թաքնվելու համար տեղ չէին որոնում այդ կես տոննանոց հրեշից։ Մեր կատարած բանահյուսական նյութերի գրառումներում բնականաբար այս ամենը տեղ է գտնում։ Թամար Հայրապետյանի շնորհիվ մեզ են հասել նաև 1992 թվականի Մարաղայի կոտորածներից փրկված հայերի վկայությունները։ Թամար Հայրապետյանը Արցախի զավակներից, լավագույններից մեկն է, որպես բանահավաք, որպես հրատարակիչ, նա ծնվել է Ստեփանակերտում եւ ամբողջ կյանքը փաստորեն նվիրել է Արցախի բանահյուսության եւ հրատարակման գործերում։ Նյութերը հավաքելուց հետո սկսում են վերլուծել դրանք, ապա ամփոփել գիտական աշխատություններում։ Մեր բաժնի հաջորդ ուղղությունը մեր կատարած աշխատանքների, ինչպես արդեն ասացի, գիտական բնագրերի կազմումն է։ Գիտական բնագրերը կազմում է հենց մեր այդ հավաքած բանահյուսական նյութերի հիման վրա։ Ասեմ, որ հաջորդ մեր ուղղությունը դա արդեն բանահյուսական նյութերի հետազոտությունն է, արդեն ուսումնասիրությունները եւ մենագրությունները։ Ուզում եմ կարևորել եւ նշել մի աշխատանք, մենագրություն, Թամար Հայրապետյանի վերջին մենագրությունը, որը որ համապարփակ ֆունդամենտալ ուսումնասիրություն է հայկական ժողովրդական հեքիաթների եւ այսօր մենք այս աշխատանքը ավարտելուց հետո արդեն փորձելու ենք սա հանել միջազգային մակարդակ, որովհետեւ միջազգային բանահյուսության մեջ շատ հետաքրքրված են հայկական հեքիաթով եւ մենք հիմա խնդիր ունենք դա հանել դուրս։ Թամարը ունի բազմաթիվ հոդվածներ, որոնք գրված են եւ ռուսերեն կամ ինքը մասնակցել է միջազգային կոնֆերանսների եւ այնտեղ ներկայացրել է մեր հայկական մշակույթը, մեր հայ ազգագրությունը։ Բանագետների խումբը Թամար Հայրապետյանի ղեկավարությամբ այժմ ուսումնասիրում է հայկական ժողովրդական հեքիաթները։ Այս նախաձեռնության շնորհիվ մեր հեքիաթները հասանելի կդառնան նաև միջազգային ասպարեզում։
Ինչպես գիտենք, ուրեմն աշխարհում կա հեքիաթների դասակարգման սկզբունքներ, այսինքն այն ինչ որ ասում ենք թափառական սյուժեներ, որ կան որոշակի սյուժեներ, որոնք թե համաշխարհային գրականության մեջ եւ թե ժողովրդական ստեղծագործություններում նույնն են պարզապես տարբեր ժողովուրդների մոտ հանդես են գալիս ըստ այդ կենցաղային միջավայրի եւ համապատասխան տարազավորմամբ եւ կան նույնիսկ ուրեմն ցուցիչներ, որոնք այսինքն հեքիաթների մոտիվները ըստ ցուցիչների դասակարգված են եւ համարը այսօր կատարում է մի կարեւոր եւ ոչ միայն կարեւոր, այլև կարելի ասել հսկայական աշխատանք հայ ժողովրդական բանահյուսությունը, հայ ժողովրդական բանահյուսության թեմաները, հատկապես հեքիաթներին համապատասխանեցնելու այդ ցուցիչներին։ Այսօր աշխարհում միտում կա ներկայացնել ազգային առանձնահատկություններ եւ մենք ունենալով այդ հարստությունը փորձում ենք անել ամեն ինչ հնարավոր է, որպեսզի հասանելի դարձնենք Արցախի հեքիաթը, Սյունիքի հեքիաթը, յուրաքանչյուր շրջանի հեքիաթ իր առանձնահատկություններով եւ իր գեղեցկությամբ։ Հայկական հեքիաթների նշացանք ուղեցույց ունենալը այսօր կարելի է ասել արժանապատվության հարց է, որովհետև մենք ունենք հարուստ, մեծածավալ բանահյուսական ժառանգություն, մենք ունենք հետաքրքիր հեքիաթներ, որոնք հաճախ իրենց մոտիվների մեջ շատ առանձնահատկություններ են դրսևորում, բայց մեր այդ ժառանգությունը միջազգային գիտական շրջանառության մեջ չի կարողանում մտնել, որովհետև մենք հրապարակի վրա չունենք հայկական հեքիաթների միջազգային ուղեցույցը։ Այս թիմի շնորհիվ հայ բանահյուսության մյուս գանձերը եւս հայտնի կդառնան աշխարհում։